Ողջույն բարեկամներ, ինքնաճանաչում հաղորդման ֆորմատով մենք այսօր կզրուցենք օրթոպեդ դիաբետոլոգ Հովհաննես Ջողորյանի մասին։ Բարև ձեզ, պարոն Ջողորյան։ Բարև ձեզ, հարգարժան լսարան, հարգարժան սիրելի հայեր եւ հարգարժան պարոն Վարդան։ Ես կարճ ներկայացնեմ իմ մասին եւ մեր գործունեության մասին։ Ուրեմն Սփյուռքում մենք ունենք հիմնած մի կուսակցություն, կազմակերպություն, որի նպատակն է ծառայել Հայաստանի եւ հայ ժողովրդին, որպեսզի այս օրհասական պահին Հայաստանի վիճակը լավանա տնտեսապես եւ ամեն տեսակետներից ոտքի կանգնի մեր երկիրը այս 2020 թվականի այս խայտառակ կապիտուլյացիայից։ Մի խոսքով մենք հիմնեցինք Սփյուռքում հայրենասեր հայերով ստեղծեցինք մի միություն, կազմակերպություն, որի անունն է Երիտասարդ հայ ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Երևի արդեն անունը ինքը որոշ մարդկանց կհուշի, որ ինչու ենք վերցրել այդ երիտասարդ բառը, որովհետև երիտ թուրքերը եկան մեզ կոտրեցին, հիմա գալիս են ասպարեզ երիտ հայերը, երիտասարդ հայերը։ Սրա այս կուսակցության գերնպատակն է ստեղծել մի նոր տեսակի սոցիալ-դեմոկրատական պետություն, որը չունի նմանատիպ մի ուրիշ երկրում նմանատիպ օրինակ կամ կուսակցության կամ կառավարման ղեկավարման սիստեմ եւ այս կուսակցության նպատակն է որպեսզի մեր երկրում ստեղծենք մի կառավարման ձև, որը մեր երկիրը այս ճահճացումից կարող է դուրս հանել։ Օրինակի համար մենք երկիրը չի ղեկավարել ըստ մեր ծրագրերի, երկիրը չի ղեկավարելու ոչ պրեզիդենտը, ոչ վարչապետը։ Երկիրը ղեկավարելու են 35 հոգուց բաղկացած հայ իմաստունների խորհուրդը։ Այսինքն մի հարցի շուրջը պետք է ձեռք բարձրացնեն մի թեմայի շուրջը, ինչպես անել, ինչ անել եւ այլն, պետք է 35 հոգից ձեռք բարձրացնենք եւ մեծամասնության ձայների բանով այդ օրենքը կանցնի կամ այդ առաջարկը կանցնի։ Երկրի վարչապետը զբաղվելու է սովետական միության ժամանակ ինչպես էր մինիստրների խորհրդի նախագահը, որը որ զբաղվում էր նախարարությունների հետ, այսինքն պետք է լինի մի անձնավորություն վարչապետը, որը որ արտադրող լինի, ստեղծող լինի, կազմակերպչական ձիրքեր ունենա, նախարարություններին կարող է կոնտրոլ անի եւ էկոնոմիկան ժողովրդի վիճակը լավացնի, մեր էկոնոմիկան բարձրացնի։ Իսկ երկրի պրեզիդենտը եւ արտաքին գործերի նախարարը պետք է զբաղվեն արտաքին հարաբերություններով, նաև մենք լինելու ենք այն պետությունը, որը որ մեր քաղաքականությունը կարտահանի ուրիշ երկրներ, այսինքն ինչ է նկատի ունեմ արտահանելու, այս նույն կազմակերպությունից կստեղծեն աշխարհի բոլոր պետություններում մենք որպես օրինակ 1, 2, 3 տարվա մեջ մենք ցույց կտանք, թե մենք ինչերի ենք հասել, ինչ հնարավորություններ ունենք եւ բոլոր եվրոպական եւ ամերիկյան բոլոր պետությունները, որ գոռում գոչում են եւ սոցիալ-դեմոկրատներ ենք մենք եւ այլն, կիմանան թե ինչ է նշանակում իսկապես սոցիալ-դեմոկրատական երկիրը, ինչպես է ղեկավարվում, ինչպես է օրենքները ընտրվում, ընդունվում եւ ամենակարևորներից մեկը նա է, որ մեզ այսօր մեր թիկունքին այս մեր կանոնադրությունը ես թարգմանել եմ տարբեր լեզուներով, ուղարկվել է նաև Ամերիկա,
ուղարկվել է նաև Անգլիա, Լորդերի պալատ եւ այլն շատ Ռուսաստանն էլ գիտի տեղյակ է այս ծրագրերի մասին եւ այլն նույնիսկ մեր օրենքներից շատ բաներ այսօր Պուտինը կարդացել է եւ կրկնում է իր երկրում անում օրինակ մենք գրել ենք որ մեր երկրում եթե մեկը փորձեց խաբել շատ ցածր հարկերով երկիր է լինելու մաքսիմում 20 տարի 5 տարուց հետո դառնում է 15% հարկեր եւս 5 տարի հետո այսինքն 10 տարի հետո դառնում է ընդամենը 10% 10%-ից ավել հարկեր պետք է չլինի մեր երկրում եւ մենք գրել ենք որ եթե մեկը ինչ որ փորձի խաբել իրեն հարկերը ասենք թե 10% վճարումների հարկերի վճարումների մեջ 10% խափում է, ապա պետությունը հայտնաբերելու դեպքում հարկային հայտնաբերելու դեպքում այդ իր ունեցվածքը 10% պետությունն է դառնում փայատեր նույնիսկ այդ ժամանակ արդեն տնօրենը նշանակվում է պետության կողմից հաշվապահ եւ այլն որպեսզի ոչ մենք կոռուպցիան երբ որ գալիս ենք մենք ղեկավարության կոռուպցիան 1-2 ամսում վերանում է աշխատազրկությունը վերանալու է չենք ունենալու աշխատազրկ նույնիսկ եթե մեկը 40 օր չի աշխատում եւ դրա մասին մենք տեղեկանում ենք պետությունը տեղեկանում է դա արդեն համարվում է հանցագործություն եւ դրա համար քրեական հոդված պետք է լինի քաղաքացիական հոդված է դա քրեական չէ հոդված է լինելու որը մենք Հայաստանում չեն լինելու գործազրկություն այսինքն օրինակի համար ինչպես կարող ենք վերացնել օրինակի համար պահածոների գործարան ամենամեծ գնորդը ժողովրդի արտադրանքի ամենամեծ գնորդը հենց պետությունը ինքը պետք է լինի օրինակ սնունդ արտադրող պահածոներ արտադրող գործարանը որը որ ասենք թե օրեկան կամ ամիսը ասենք արտադրում է 100,000 պահածո բանկա ասենք թե ինչ որ միրգ բանջարեղեն եւ այլն տոմատի պաստա մենք պետությունը ասում է դու մեկ հերթափող աշխատում ես 8 ժամ այդ 100,000-ը արտադրում ես մենք արտադրենք բերում ենք աշխատատեղեր ենք բացում եւ աշխատացնում ենք եւս 16 ժամ այդ նույն գործարանը այսինքն եթե 200 հոգի էր աշխատում 600 հոգի արդեն աշխատելու այդ նույն գործարանում եւ այդ 16 ժամի արտադրած ապրանքը պետությունն է առնում եւ պահեստավորում է իրեն այդ գազապաստարաններում իրեն պետության ենթարկության տակ լինեն դա ասենք թե ծերանոցներ, հիվանդանոցներ, մանկատներ բանակ այդ բոլորին պետք է պետությունը ռեզերվ ունենա մենք պետք է ռեզերվ ունենանք 1 տարվա 2 տարվա ռեզերվ որ աստված չանի պատերազմի ժամանակ որ օդը փակ լինի եւ այլն այս կորոնայի խնդրը միգուցե մեզ ոչինչ չսովորացրեց որ մարդիկ պետությունները պետք է ունենան մինիմում 1 տարվա ռեզերվներ մենք պետք է ունենանք այսօր նաև շատ հզոր բունկերներ նույնիսկ ատոմային պատերազմի դեմ վստահաբար ասեմ ձեզ 95% վստահությամբ ասեմ ձեզ չի բացառվում ատոմային պատերազմ լինի մեր տարածաշրջանում այդ նույն Իրանը կարող է խփի, Իրանն էլ ունի, Պակիստանն էլ կխփի եւ այլն Իսրայելից Հայաստան 2200 կիլոմետր է ընդամենը ոչ ավել այդ նույն Իրանին էլ են խփելու այդ նույն հրյաները 160 ատոմային ռումբներ ունեն Ամերիկան է խփելու մի խոսքով տարածաշրջանում ատոմային պատերազմ է լինելու մենք պետք է ունենանք բունկերներ որ ժողովուրդը պատասխանվի այդ պատերազմից Պարզա պարոն Ջոգոլյան ես ուզում եմ մի պահ ձեզ ընդհատել կներեք էլի դուք օրթոպեդ ռեաբիլիտոլոգ եք այո դուք հիմա խոսում եք քաղաքական արդեն կառուցվածքի մասին իսկ մեզ դիտողները կուզենան իմանալ մի քիչ ձեր մասին, որտեղից եք արմատներով, ոնց եք հասել ձեր այսօրվա մասնագիտության ու ինչի եք մտել քաղաքականության մեջ, որ
օրթոպեդը դարձել է նաև քաղաքական կառուցվածքի մասնագետ կամ քաղաքական ցնորավոր։ Իսկ դրա մասին պատմեք։ Երկար տարիներ ապրել եմ Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, 30 տարի Եվրոպայում եմ նաև ապրում։ Ես սովորել եմ Հայաստանից հետո սովորել եմ Գերմանիայում Հայդելբերգում, ես ավարտել եմ սովորել եմ նաև տեխնիկական օրթոպեդիա եւ այդ պրոթեզավորման բան այդ գործերին ծանոթ եմ, սովորել եմ, աշխատել եմ գերմանական Կարմիր խաչում երկար տարիներ։ Իմ մայրական կողմս Նահապետ Քուչակնի տոհմից եմ ես սերվում։ Հայրական տոհմս Լորիս Մելիքովի եւ Ամատունիների տոհմն է։ Այս մեր ազգանունը Չուգուրյան կամ Ջուղուրյան կամ ավելի շատ Չուգուրյան են գրվում մեր ազգականները։ Այդ Վրաստանի այդ Չուգուրետի եւ Հայաստանից որ դուրս է գալի այդ ախր քալակի այդ տարածքը Չուգուրետի է։ Այդ իմ նախապապերն են այդտեղ ապրել, նույնիսկ այդտեղի Թանգարանում դրված է Ամատունիների դրոշը, գրված է որ Վրաստանի թագավոր, դա մեր պապերի ուտակն էլ գրած է Ամատունի։ Ամատունին վրացի չէր ծագում, ուղղակի Վրաստանի հարավային մասը այդ բոլորը իմ նախապապերի տարածքն են եղել։ Հյուսիսում ավելի Կախեթիայի թագավորությունն է եղել եւ հարավում Ամատունիներն են եղել եւ Հայաստանի շատ տարածքներ 4-րդ դարից սկսած Ամատունիները կան հայոց պատմության մեջ։ Ինչևէ, ասեմ ձեզ ինչու ես քաղաքականության մեջ մտանք, որոշեցինք որոշ մեր հայրենասեր, սենց ասած, հայասեր, հայրենասեր հայերով մոտ 50 մտերիմ ընկերներով աշխարհի տարբեր երկրներ, Ֆրանսիա, Ամերիկա, Գերմանիա, նույնիսկ ունենք Ավստրալիայից, մարդիկ մեր թիմի մեջ, ես միջին արևելքի երկրներից, մենք ինձ տեղյակ պահեցին, որ այդ թուրքախոս երկրները ստեղծել են մի միություն, սկզբից դարձրեցին կուլտուրական միություն, ինչ որ թուրքախոս երկրների միությունը, որը 2001 թվականին կարծեմ հիմնեցին այդ Նազարբայևը եւ Ալիևը բան միասին, դա իմիջիայլոց ասեմ Օսմանյան կայսրության ծրագիրն է, որը որ Էրդողանը երբ որ 2 տարի ինքը բանտարկված է լինում, բանտում նա գրում է Օսմանյան նոր մեծ Օսմանյան կայսրության ծրագիրը։ Մի ինձ մարդիկ կան, որ այդ գիրքը տեսել են, այդ ծրագրերը կարդացել են, գիտեն, եւ շատ ահավոր եմ։ Ես նույնիսկ նկարնել եմ, Վարդան ջան, քեզ ուղարկել եմ այդ նկարը Օսմանյան կայսրության այդ նոր նկարը, որտեղ որ ամբողջ մոլորակը նկարված է համարյա ամբողջ մոլորակը կարմիր գույնով, որ իրանք պետք է լինեն այդ բոլոր տարածքներում, ինչևէ այդ կազմակերպության այդ Օսմանյան կայսրությունը այսօր արդեն դարել է տնտեսական, կուլտուրական բանից դարձան տնտեսական, եթե կփորձեմ ցուցադրել մի րոպե, մի դարձալ են նաև նրանք տնտեսական բանից անցան սա է Օսմանյան կայսրության Օսմանյան երևում է լավ Սա Օսմանյան կայսրության ծրագիրն է, նոր ինձ ուղարկեցին այս մեկ ամիս առաջ էլի Թուրքիայում հավաքվել էին արդեն Հնդկաստանի այս ներքևի մասը, որտեղ որ Հնդկաստանի այս հարավային այդ բոլորը որ ծովին մոտ ամբողջ իրանք նոր նկարով, իրանք ամբողջը կարմիր է արված եւ Հնդկաստանը առանձնացնում են հնդկական օվկիանոսից, ըստ իրանք ծրագրերի, այդ հարավային մասում ասում ապրում են մեր մուսուլման եղբայրները, մենք պետք է գնանք իրանց փրկենք այդ անաստված բուդդաներից, հինդուներից, քրիստոնյաներից եւ այլն ամբողջ այդ Հնդկաստանի պատկերացրեք քարտեզը 2 սանտիմետր բարձրությամբ այդ ամբողջ քարտեզը կարմիր է ներկված ինչևէ մենք ունենք անձնավորություն, որը այդ ծրագրերի մեջ կա եւ բոլոր ժողովներին ինքը մասնակցում է, չեմ կարող շատ բաներ ասել, ուղղակի մեզ ինձ տեղյակ պահեցին, որ ինքը լիդերներից մեկն է նաև ինձ տեղյակ պահեցին, որ այս
Թուրքերը սեն ծրագրեր ունեն, մեր ուզում են Հայաստանը բնաջնջեն, միացնեն Ադրբեջանին եւ հետո Ադրբեջանն էլ միացնեն Թուրքիային ըստ իրենց ծրագրերի, հետո գնան այդ Կազախստան, այդ թուրքախոս երկրները, Ուզբեկստան, Կիրգիզստան, Թուրքմենստան, Ուզբեկստանը ասեցի, հետո նաեւ հետագայում իրանք այսօր երբ որ մենք հաշվարկներ ունենք այդ իրանց հոդվածներից, իրանց գրքերից, իրանց ծրագրերից ունեմ գրված ինֆորմացիա, որ իրանք այսօրվա դրությամբ կարող են կազմում են մոտ 600 միլիոն, նաև 20-22 միլիոն ուйգուրներից բացի այնտեղ կան 18 միլիոն ուրիշ երկու թուրքախոս ազգեր, Չինաստանում 3 հատ մուսուլմանական ազգեր կան, որոնք ասում են, որ մենք բոլորս թուրքախոս ենք։ Մի խոսքով իրենք ասում են, որ ընդհանուր մենք 600 միլիոնի չափ ենք ամբողջ աշխարհում եւ դրա 10%-ը մենք պետք է ունենանք բանակ 5%-ը օֆիցիալ, որ ամբողջ աշխարհում թույլատրում է բնակչության 5%-ի չափով ունենալ բանակ, իսկ նրանք ասում են մենք 10% ենք ունենալու եւ դրանց անունն էլ դրել են Գորշ գայլեր։ Եվ այսօր 18-ից թե 19 տարեկանից մինչև 40 տարեկան այդ 600 միլիոն բնակչության 19-ից մինչև 40 տարեկանը ինձ թղթերը ուղարկել էին այդ բոլորը իրանք զինապարտներ են համարվում, պատրաստվում են տարեկան 2 անգամ զինավարժություններ են անում, տարեկան մի 4 անգամ ժողովներ են անում, աշխարհի տարբեր երկրներից ունեն իրենց ընտրված տեխնացուները եւ Էմիրատներից եւ ասեն չի բացառվում նաև Հայաստանից, Վրաստան եւ այլն ամբողջ աշխարհից Սաուդի Արաբիայից էլ կա բերել որոնց բերում են ասում են վաղը միսերը Օսմանյան կայսրությունը կլինի դու կդառնաս պրեզիդենտ դու կդառնաս վարչապետ բայց պիտի մեզ ենթարկվես մենք քեզ ինչ ասենք պիտի դու այդ անես ու այդ մարդկանց պատրաստում են ընդհուպ մինչև նախարարներ փոխնախարարներ ընդհուպ մինչև պատրաստում են շատ լուրջ սրա մասին ես տեղյակ պահեցի լորդերի պալատում սրա մասին տեղյակ է նաև թագավոր Չարլզը մի խոսքով ասեցի որ սա չարիք է սրա մասին ես Zoom meeting եմ ունեցել աշխարհի մեծ ընտանիքների հետ մի շաբաթ առաջ meeting ունեցա նաև այդ տեմպլերների Եվրոպայում ստեղծված տեմպլերների այդ կազմակերպության հետ որոնք որ մեր ծրագրերը կարդալուց հետո իմ հետ միացան իրանք բոլորը ողջունում էին նույնիսկ լորդերի պալատում ասում են եթե սրա ձեր գրվածի 50%-ը կարողանաք մոտ 5 տարում դուք կառուցեք ապա իմացեք աշխարհի բոլոր երկրները կգան ձեզ կխնդրենք ասեն խնդրում ենք այս նույն ձեր համակարգը բերեք մեր երկրում էլ որովհետև սա իսկական սոցիալ-դեմոկրատական երկիր է լինելու մի անհատը ով է որ մի անհատը որոշում կայացնի ու երկրի կամ ժողովրդի մի քանի տասնյակ միլիոն ժողովրդի ճակատագիրը կամ հարյուրավոր միլիոնավոր ժողովրդի ճակատագիրը ինքը տիրի հնարավոր չի տենց բան սխալ է եթե նույնիսկ էս կա դա նույնիսկ մարդիկ կարդում են Անգլիայից լորդերը կարդում են ասում են Հովանես են ասում ինձ ասում են Յոհանես ասում սենց բան չկա աշխարհում սա ոչ մարքսիզմ է ոչ լենինիզմ է ոչ էնգելիզմ է որտեղից է էս իդեան ասեցի սա հայկական իդեա է սա հայկական նոր տեսակետ է նոր կառավարման եղանակ է մեր երկրում այդ մեր ստեղծված կամ ստեղծվող երկրում ամենաբարձր աշխատավարձը ստանալու են գիտնականները պետք է այսինքն որպեսզի պարզ լինի վարչապետ պրեզիդենտ 15-20 հազար դոլարի չափ են ստանալու իսկ գիտնականը լավ գիտնականը որը որ գիտությանը նվիրված որը որ նորարարություններ անում նաև դրանով էկոնոմիկան է զարգացնում պետության էկոնոմիկան նրանք պետք է ստանան 50,000 դոլար աշխատավարձ դրանք կարող են լինել բժիշկներ դրանք կարող են լինել զինվորականներ նաև
գեներալներ, լավ վայենիներ, կամանդուշիներ եւ այլն, մարշալներ եւ այլն, դրանք բոլորը մենք պետք է ունենանք։ Կներեք, էլի հիմա լսողը մտածում ասում է 50,000, 15,000 ամսեկան թե տարեկան։ Այո, ամսեկան։ Հիմա հարց են տալու այդ փողը։ Բոլորը հարցնում են փողի աղբյուրը, ասեն փողի աղբյուրը։ Այո, երկու։ Այդ հարցն եք տալու։ Բոլորը հարցնում են։ Երկրորդ հարցն էլ ինձ ասում են, իսկ դու որ արդեն այդ տեղի ունենա, դու գաք վլաստի, դու ով ես լինելու, այդ դրա պատասխանն էլ կասեմ։ Չէ, ես այդ հարցը չեմ տալի, փողի աղբյուրը։ Հա, կասեմ, թաքուն գախնիկ չէ, ես լինելու եմ պրոպագանդայի լիդերը, ես ոչ լինելու եմ վարչապետ, ոչ պրեզիդենտ, ոչ այդ պրոպագանդայի լիդերը, որ 35 այդ անդամներից մեկն է նաև լինելու կառավարման մեջ։ Փողի աղբյուրները, Վարդան ջան, մենք 100%-ով մենք այսօր ունենք, չեմ ասի անուն եւ այլն, որովհետեւ դրանց հետ ոչ մեկը չկապնվի, մենք ունենք կրիպտոյի շատ ուղեղով հայեր, որոնք ունեն մեծ պլատֆորմներ աշխարհում, եւ իրենք մեր թիկունքին կանգնած են, մեր փողը, մենք որ գալիս ենք վլաստի, 6 ամիս հետո մեր փողը, մենք պետք է չունենանք թղթադրամներ եւ երկաթի դրամներ, փողը վերածում են կրիպտո կարտերով, ստանալու են մարդիկ իրենց աշխատավարձը, գործարքները եւ այլն, ամեն ինչը կրիպտոյի է վերածվելու, ամբողջ աշխարհը եւս 5 տարի արաբական էմիրությունները չի ունենալու, դաժե 3 տարի, այսօր Ռուսաստանի ամբողջ կառավարության աշխատողները բոլոր, նույնիսկ քաղաքապետ, փոխքաղաքապետ, վարչության պետեր, բոլորը քարտերով են ստանում, ռուբլով չեն ստանում, իրանք էլ ունեն իրենց ինչ որ վճարման Ջուղուլյան, կարելի է մի բան ասեմ։ Ասեք։ Որը նես չլինի հետո անակնկալի գաք էլի։ Ես դեմ եմ կանխիկ փողի վերացմանը։ Ես դեմ եմ Պետք չի դեմ լինել։ Ես դեմ եմ։ Այսօր մի րոպե, դա ձեր անձնական կարծիքն է, ես էլ ասել անձնական կարծիքը։ Այսօր մոտ Հայաստանի նման փոքր, ասենք 3 միլիոնանոց ժողովուրդ ունեցող Հայաստանի 500 հոգուն մարդիկ աշխատում են անիմաստ աշխատավարձ են ստանում, այդ 500 հոգին ասեմ, ամեն օր նստած ստուգում են, այդ փողը կեղծվեց, կոպեկները կեղծվեց, այդ դրամները բանից, պղինցկա և մեկ էլ ալյումինից, դրանք կեղծվեց, դրանց կեղծելը շատ հեշտ է, միլիգրամներով կարող է, եթե ճիշտ չանեն, միլիգրամներով չէին էլ կարա հասկանան, դա կեղծ է թե կեղծ չէ, թղթադրամները ամեն օր այդ մարդիկ 8 ժամ, 12 ժամ նստած աշխատում են, անիմաստ աշխատավարձ են ստանում, պատկերացրեք մեր հայկական դրամն ենք ունենալու մենք, որը որ այդ մարդիկ, որ մեր հայերը, որոնք իրանք պլատֆորմների տերեր են, ասեցին մենք մեր կողմից, մեր հայկական, մեր Հայաստանում նույնիսկ հարցրեցին մեր բյուջեն ինչքան է, մեկ տարի առաջ ես ասեցի, կարծեմ 5 միլիարդ էր մեր տարեկան բյուջեն, ասեց մենք 10 միլիարդ կդարձնենք այդ նույն բյուջեն, մենք կրիպտոյի կվերածենք եւ Ես իհարկե ես չեմ քննադատում ձեր ծրագիրը, դա իմ գործը չի, դա ձեր գործն է, բայց ես որպես մի քիչ քաղաքականության մեջ ներկա մարդ եւ Հայաստանի քաղաքացի ես դեմ եմ կանխիկ գումարի վերացմանը եւ ես չեմ վստահում կրիպտո համակարգին։ Կրիպտո համակարգը ոչինչով չհիմնավորված էլեկտրոնային փող է եւ որը ոչ մեկի չի կարող համոզել, որ մեկ ամիս հետո, մեկ օր հետո, մեկը մի կոճակով չի վերացնել այդ ամեն ինչը։ Նախ ասեմ, որպեսզի քո այդ հարցին պատասխանեմ։ Այսօր օրինակ կա կրիպտոյի մի տեսակ, որը կոչվում է USDT, BTC կամ այդ Bitcoin-ը ճիշտ է, դրա տակը ոչինչ չկա, բայց USDT-ի հետևում կա ամերիկյան դոլարը, USDT-ն դա էլեկտրոնային դոլարն է, նույն։ Եվ մեր դրամի հետևը թաքցված է, մեր փողի հետ հայ դրամը կոչել է HD անգլերենով, այդ հայ դրամի հետևը լինելու է մեր ամբողջ հանքերը, մեր ամբողջ առևտրի սիստեմը, մեր ասենք թե կանյակը եւ այլն, ինչ որ վաճառենք, ինչ որ գործարք լինի, այդ ամեն ինչը։ Եթե
այս կրիպտոյի մասնագետները ասեցին, եթե 3-ից 4 միլիոն մարդ սկսեցին օգտագործել այս կրիպտոն, մի գիշեր ասենք թե ինչ որ մեկը ունի 20,000 հայ դրամ իր այդ կաշիլոկ դրամապանակային ասենք թե ոնց որ ասում են cold wallets սարը բանիկման բաներ են լինելու դրամապանակներ էլեկտրոնային դաժե տատիկ պապիկները իրանց պետք չի ոչ մի բան անել գնում են առևտուր անելու դեմ են տալի այդ փողը դուրս է գալի իրանք տեսնում են այսքան կար այսքանը դուրս եկավ հա եթե չեպե է լինում իրանք կնոպկեն սեղմում են մենք իմանում ենք որ չեպե է ու մենք կապնվում ենք այդ տվյալ անձի հետ ասում ենք ինչ ա եղել բա ասենք թե իմ Եգիպտոն ինչ որ մեկը փորձել է տանի կամ անհայտացել է իմ ունեցած կամ ասենք իրա վրա արգելանք կա որովհետև ասենք չգիտեմ լույսի փողապարտ կամ արգելանք կա որովհետև ասենք ընդդիմադիր գործիչ է արգելանք կա որովհետև հա եթե այս պահերը չի լինելու, որովհետև էլի եմ ասում, մենք պետք է լինենք սոցիալ-դեմոկրատական երկիր, եթե ինչ-որ մեկը պետության, դատարանի հետ պրոբլեմներ, բաներ ունի, ինքը կասեմ, դրա մասին էլ կգանք այդ դատական համակարգին էլ Ես անկեղծ մի բան ասեմ ձեզ այդ կրիպտոյի տերերը բյուջեի կդարձնեն 10 միլիարդ, 20 միլիարդ էլ կտան Մենակ թե հասարակ մարդուն զրկեն կանխիկ փողից, որովհետև ոչ պահին մարդը դարձավ կանխիկ փողի զրկված այն ժամանակ ինքը վերածվում է տոտալ վերահսկվող, ինչպես հիմա Հայաստանում հեռախոսներն են ուզում վերահսկեն, վաղը մարդու ծախսերն են վերահսկելու, ոնց որ հիմա կանան մարդու հեռախոսը անջատեն, վաղը մարդու հետ Վարդան ջան, այդ նույնը կարան բանկի հաշիվները չեն կարա փակեն, կարող փակեն, բայց մարդուն չեն կարա զրկեն կանխիկ փողի շրջանառությունից ես հիմա կանխիկ փող ունեմ ինձ կանխիկ փողը մենք դա ես որ ասում եմ 6 ամիս հետո մենք ստեղծում ենք դա չի նշանակում 6 ամսում այդ կանխիկ փողն էլ ենք հանում այդ բոլոր ամեն ինչը պետք է լինի այնպես որ ոչ մեկը չտուժվեն այդ ծրագրերից ես ձեզ ասեմ դատական համակարգում մեր մոտ լինելու է հետևյալ ձևով Եթե նախ կարևոր մի թեմայից ուզում եմ խոսեմ, մենք սահմանադրություն պետք է չունենանք, սահմանադրությունը վերացնում ենք, երկիրը պետք է ունենա երկրի հիմնական օրենքներ, 12 ընդհանուր 13 գրքեր, 12-ը, ասենք թե 12 գրքերը, որոնք լինելու են կապույտ գույնի, դա լինելու են գրքեր, ասենք թե քաղաքացիական առողջապահական առողջապահության բաներ ծրագրերը ինչպես է լինելու քրեական հոդվածները սոցիալական ծառայությունները սոցիալական հոդվածները մի խոսքով էկոնոմիկա այդ բոլոր 12 գրքեր պետք է մենք ունենանք օրենսգրքեր Երկրի հիմնական օրենքի օրենսգրքեր 13-ը լինելու է կարմիր գույնի, որտեղ գրված է ինչ չի կարելի անել։ Եվ իսկ քրեական օրենքի գրքի մեջ արդեն գրված է, եթե դա 1 մոբայլ է գողանում, պետք է վերադարձնի 3 մոբայլի չափ գումար, բայց 10-ը պետք է վերադարձնի, այն 7-ն էլ պետք է աշխատի բանտում, ապրի բանտում, աշխատի անվճար, որ այդ 7-ի ծախսերը փակի, որը պետությանն է գնալու։ Մենք սահմանադրություն մեզ պետք չի, մի րոպե ես կարևոր բան եմ ասելու, այսօր աշխարհի շատ մեծ պետություններ, ինչպես Չինաստանը, Անգլիան, Գերմանիան, շատ երկրներ չունեն սահմանադրություն, ինչու չունեն սահմանադրություն, հենց ինքը բառը ասում է, այդ երկիրը վերցնում է սահմանների մեջ, դու սահմանադրության մեջ պետք է գրես, դու հարակից քու պետությունը ով է, քանի կիլոմետր սահմանով ես դու հարակից Եվ քո քառակուսին պետք է գրես 29600 քառակուսի կիլոմետր, որը հիմա 28000 ամնացել ես մեր ղեկավարների շնորհիվ երևի 28000 ամնացել։ Ինչևէ Չինաստանը չունի, երբ որ ես չինացի մասնագետի հետ խոսում եմ, ասում եմ դուք խի չունեք, նույն դեսպանի հետ խոսում եմ, ասում եմ ո՞նց է որ դուք չունեք, ասում եմ մենք տերիտորիաների
պահանջներ ունենք, մենք Տայվան ունենք դրսում, մենք ունենք Ռուսաստանում տարածություններ, այդ նույնը Անգլիան ասում է, ես մինչև բրիտանական կայսրությունը չվերականգնեմ, ես սահմանադրություն, Գերմանիան ասում է, ես Լեհաստանում տարածքներ ունեմ, Չեխիայի տարածքներ ունեմ, նյուրե բանը այդ Ռուսաստանում ունեմ Քյոնիգսբերգը, մինչև այդ բոլոր երրորդ ռեխի բոլոր տարածքները իմը չլինի, սահմանադրություն չեմ ստեղծում։ Ես գրեթե 3 տարի ապրել եմ, սովորել եմ Գերմանիայում, Հայդելբերգում, եւ այնտեղ մենք Հայդելբերգի համալսարանում այնտեղ շատ լավ մենք էկոնոմիկայի մասնագետ ունենք։ Երբ որ հարցրեցի, ասեցի, ինչու դուք չունեք սահմանադրություն, ասեց երկրի հիմնական օրենքները շատ ավելի լավն են, որովհետև մենք տարածքային խնդիր ունենք, մենք իրավահաջորդն ենք այն 18-ից 20 թվականին 600,000 քառակուսի կիլոմետր տարածքի մենք իրավահաջորդն ենք, նույնիսկ մեր ծրագրերի մեջ ես ձեզ ուղարկել էի մեր ծրագրերը Ես մի հատ հարցամ էլի ճշտող 18-ից 20 թվականին մենք 600,000 քառակուսի կիլոմետր չենք ունեցել, ինչի մասին է խոսքը։ Այն 7 վիլայետները պլյուս Հայաստանը այդ բոլորը 162,000 քառակուսի կիլոմետր է։ Քան 162,000 քառակուսի կիլոմետր։ Ես Սևերի պայմանագրով Վուդրո Վիլսոնի վճիռի համաձայն դա 162,000 քառակուսի կիլոմետր։ Ես դա կճշտեմ, մի խոսքով կապ չունի։ Մենք Եթե կարող է միտեղ եւս մի 450,000 քառակուսի կիլոմետր տեղ ենք թողը, չիմանանք էդի որոնները։ Բայց եթե 18-ից 40 Օսմանյան կայսրության մեջ գրած է, որ մենք իրավահաջորդն ենք Օսմանյան կայսրության բոլոր տարածքների պլյուս նոր տարածքների, որը որ քարտեզը ես ձեզ ցույց տվեցի, եթե հանգարց իրանք փորձեն տենց բան անել, մենք էլ գրում ենք, որ մենք իրավահաջորդն ենք Տիգրան մեծի տարածքների, Մեծ Հայաստանի տարածքների։ Всё, եւ հիմա ասեմ այդ Օսմանյան կայսրության դեմ մեր կուսակցությունը, մեր կազմակերպությունը ինչ միջոցներ է ձեռնարկում։ Մենք ստեղծելու ենք Հին ազգերի լիգան, որտեղ որ պետք է ներգրավեն մինչև 8-րդ դարը համայն մարդկությանը հայտնի բոլոր այն պետությունները, որոնք եղել են մինչև 8-րդ դարը։ Ինչ է տալու դա։ Հա? Ինչ է տալու դա։ Ապրես, լավ հարց է, ինչ է տալու։ Հին ազգերի լիգան լինելու է հետևյալ, նախ նրա նպատակն է լինելու պայքարել Օսմանյան կայսրության դեմ։ Դրան միանալու են այսօր United Nation-ում միավորված ազգերի կազմակերպությունում կան 200 պետություններ եւ մեծ հին ազգերի լիգայում լինելու են 125-ը, այն 75-ը 8-րդ դարից հետո են ստեղծվել։ Դա տալու է նա, որ մենք պետք է խեղդենք, չթողենք, որ զարգանա, աճի, մեծանա այդ երազանքը Օսմանյան կայսրության, որովհետև այսօր արդեն իրանք կուլտուրական բանից վերածեցին նաև տնտեսական, օրենք են հայտնել, որ միած այդ 8 պետությունները իմիջիայլոց դրանց միացել է հյուսիսային Կիպրոսը, Բուլղարիան է միացել, որը որ Բուլղարիայի այդ կիսախելագար այդ պրեզիդենտին հանեցին, հիմա արդեն խելքգլխին մարդ է եկել, ասեց, որ ես չեմ միանա այդ Օսմանյան կայսրության ծրագրին եւ այլն, կապ չունի իմ երկրում Բուլղարիայում կան թուրքեր եւ այլն, իրանք թող ապրեն, բայց մենք Օսմանյան կայսրության իր նախընտրական բանով ինքը հաղթեց նաեւ այն Իրանից առաջ եղածին, հենց այդ մի բանով, որ ինք ասեց, միայն դուրս են գալի Օսմանյան կայսրության ծրագրից։ Մինչև հիմա էլի գանք այդ հարցին, հին ազգերի լիգան հիմնվելու են 125 երկրներ, որոնք այդ Հունաստանը, արդեն հին երկրները դուք գիտեք, արդեն դա Չինաստանն է, Հունաստանն է, Հայաստանն է։ Հիմա էլ կան, ինչն է փոխվելու։ Հա, ասեմ ինչն է փոխվելու, իրանց ունեցած բանակի 10%-ը դա կազմում է այսօր մեր պլանետայում, եթե ապրում է մոտ 7 միլիարդ մարդ, մոտավորապես 5 միլիարդը մեզ են, մեր հետ են լինելու, եւ իրենց բանակի ամեն այդ անդամներ հին ազգերի լիգայի
ամեն անդամ 10% իր բանակի 10%, ասենք թե եթե Հունաստանը ունի 50,000-անոց բանակը, ապա 5,000-ը պետք է Հայաստան բերի եւ մենք Հայաստանում այդ 5 ազգերի լիգայի միությունը նստավայրը լինելու է Հայաստանում եւ մենք պետք է կոնտրոլ անենք այդ 10% այդ բանակին եւ նրա աշխատավարձը, ֆինանսները, ամեն ինչով ապահովենք այդ ծառայողը որ գալու է Հայաստան նրա աշխատավարձը այդ նույն Հունաստանում ինքը հունական փողով կամ եվրոյով կստանա իր ընտանիքը իսկ ստեղ ինքը կստանա նաեւ երկրորդ աշխատավարձը Ես չհասկացա, այսինքն դուք պատրաստում եք նոր ազգերի լիգա ստեղծեք, որը լինելու է Հայաստանում, որի ազգերի լիգա։ Հա, որի անդամ երկրները իրաց բանակը պետքա պահեն Հայաստանում, հա։ Ոչ ամբողջը չէ, 10%-ը։ 10%-ը։ Այո։ Ամեն այսինքն Հայաստանը պետքա դառնա 175 երկրների բանակների sense, գարնիզոններ 125 երկրների բանակների գարնիզոններ։ Բայց Հայաստանից ղեկավարությունը հին ազգերի լիգան ունենալու է իր ղեկավարությունը, այդ հին ղեկավարությունը որոշում է, ասենք թե 100,000 բանակը ո՞ր է գնալու, որտեղ է կանգնելու, կարող է միգուցե գնա Կիպրոսում կանգնի, կարող է գնա Կիպրոսում, որովհետև հարավային Կիպրոսի վրա մոտ ժամանակներս Թուրքիան հարձակվելու է, որտեղ այնտեղ գազի, նավթի հանքեր են հայտնաբերել, կարող է ուղարկեն բանում այդ Թուրքիայի սահմաններին, դուք տեղյակ չեք, ես 100%-ով ինֆորմացիա ունեմ, որ Թուրքիան այսօր ունի արդեն ասեցին մոտ 40 ատոմային ռումբներ Ղարսում օդանավակայանից ոչ հեռու, դրա կողքնել այդ ռուսները ինչ որ դրանից մի քիչ հեռու, չէ, դրանից հեռու ռուսները կառուցում են ատոմային կայան, եւ այսօր Թուրքիան ունի ատոմային ռումբներ, եւ դրա մենք էլ պետք է ունենանք։ Դու գրանցված կուսակցություն եք Հայաստանում։ Դա այդ հարցին ես չեմ ուզում պատասխանեմ, բայց որ մենք օրինական ենք եւ մեր այդ հաշվի են նստում նույնիսկ նույն Անգլիայում եւ մեր մասին ծանոթ են Ամերիկա եւ այլն մեծ պետությունները, բայց այդ հարցին չեմ պատասխանում։ Այսինքն եթե հաշվի են նստում ձեր այդ Անգլիայում, օրինակ Բրիտանիան համաձայն է իր ունեցած զորքի 10%-ը պայի Հայաստանում։ Դրա մասին հələ առայժմս մենք չենք խոսացել, բայց իրանք տեղյակ են մեր ծրագրերի մեջ գրած է, որ այդ հին ազգերի լիգան ստեղծվում է իդեմ Օսմանյան ապագա կայսրության կազմակերպության դեմ եւ այնտեղ գրված է որ ամեն ազգեր որոնք ընդգրկվում են հին ազգերի լիգայի մեջ իրենց բանակի 10%-ը տրամադրում են այդ հին ազգերի կազմակերպության խորհրդին խորհուրդը որոշում է այդ բանակը որտեղ է կանգնելու Էլի եմ ասում, կարող է այսօր Հունաստանը ինչ որ ներդրության մեջ լինի 200,000 հոգի գնան իրենց օգնելու։ Այդ աշխարհի 125 երկրներ ինչի պետք է իրանց բանակի 10%-ը տան Հայաստանին, որ Հայաստանը որոշի իրենց բանակը։ Հայաստանին չեն տալի, Հայաստանին չեն տալի։ Տալիս են հին ազգերի լիգային, որը դնում է Հայաստանում եւ խորհուրդներ պետքա որոշեն բանակները որտեղ պետք է կանգնեն։ Այո, խորհուրդը որոշում է բանակը որտեղ կանգնի։ Եթե այսօր Հայաստանում կա վտանգ եւ կա ասենք թե Թուրքիան եւ ասենք թե պետք է 200,000-անոց բանակ կամ 300,000-անոց բանակ կկանգնի 300,000-անոց բանակ։ Հնդկաստանն էլ կուղարկի, Չինաստանն էլ կուղարկի իր բանակը, այդ հին պետությունները, նույն Կորեան կուղարկի եւ այլն այդ ամեն ինչը տեղի կունենա։ Դե միգուցե սա ձեր համար ուտոպիա է կամ ասենք թե ֆանտազիա է, բայց ամեն ծրագրերը սկսվում են ուտոպիայից եւ ֆանտազիայից։ Հասկանալի է։ Ես ուզում եմ հասկանալ այս ծրագրի շուրջ քանի հոգի հավաքված մարդ կա։ 123,000-ի չափ, որից 20,000-ից ավելը երիտասարդներ են 16-ից մինչև 19 տարեկանները լինեն մեր երիտասարդ անդամներ 20-ից եւ բարձր մեծահասակներն են։ Այսօր կա 123,000 մարդ մեր կուսակցության։ Ձեր կուսակցությունը ունի 123,000 մարդ։ Ճիշտ հասկացա։ Այո։
Եթե ձեր կուսակցություն ուներ 123,000 մարդ, ընդամենը 1 ամիս առաջ ճակատագրական ընտրություններ էր Հայաստանում, ինչի չմասնակցեց ձեր կուսակցությունների դեպքում։ Որովհետև ոչ մի կուսակցություն Հայաստանում չունի 123,000 մարդ։ Մենք ճիշտ ասած մեզ խանգարեցին այս բանը Իրանի հետ կապված դեպքերը Իրանի հետ կապված դեպքերը խանգարեցին, որովհետև կուսակցության անդամների այդ 50 լիդերների մեջ տեղան տարաձայնություն, օրինակ ես էլ էի ասում հարկավոր է մասնակցել եւ այլն, ասեցին չէ, սպասենք, հələ տեսնենք այս Իրանի վիճակը ոնց է լինելու։ Վարդան ջան, ես մի հատ կարճ ուզում եմ Իրանի մասին ասեմ։ Չէ, ես մի հատ ճշտող հարց էլ տամ, էլի, եթե պատերազմը խանգարում է մասնակցել ընտրություններին, երկու բան կա այստեղ։ Որն է իրանց երաշխիքը, որ 5 տարի հետո լինելու ընտրություններ, որովհետև ամեն ինչի գնում է դեպի կազմալություն։ Որ ընտրությունների մասնակցենք, Վարդան ջան, մեզ պետք չի։ Մենք ունենք մեր եղանակը վլաստի գալու եւ այլն։ Մենք Առանց ընտրությունների է գալի վլաստի։ Չէ, այո, ոչ մի ընտրություն, ոչ մի բան չի լինելու, ոչ մի ընտրություն։ Կարող եմ հարցնել ոնց։ Այո, ասեմ, թող շատ կուսակցության անդամները որ լսեն, սովորեն կա պայքարի տարբեր ձևեր։ Օրինակ, մենք պահանջելու ենք արդեն երբ որ մեր կուսակցության անդամները կդառնան կես միլիոն եւ ավել հայեր ամբողջ աշխարհից իմիջայլոց շատ ասեմ ձեզ մեր նպատակն է ամբողջ Հայաստան ոչ թե ամբողջ Սփյուռքին ամբողջ հայերին աշխարհի միացնել իրար այսինքն այդ նույն Սփյուռքի աշխատողները մենք պետական մեր բյուջեից պետք է մոտավորապես 3 միլիարդ 15 միլիարդ բյուջե ենք ունենալու 3 միլիարդը տրամադրելու ենք Սփյուռքին Սփյուռքի տնտեսական վիճակը բարելավել հայերի համար աշխատատեղ ստեղծել դալ կլինի սուպերմարկետներ գործարաններ բաներ կամ Հայաստանի այդ գործարաններից պրիստավիչ Վերադառնանք իշխանափոխության դեպի պարոն Ճուղուրյան առանց ընտրությունների ոնց է գալի ասեմ հիմա այդ հարցին ասեմ հետո կանդրադառնամ այդ հայերին ինչպես պետք է համախմբենք մենք երբ որ արդեն կես միլիոն մարդ ունենանք մեր կուսակցության շուրջը ասենք որ պահանջենք Փաշինյանը եւ իր այդ երիտասարդությունը որպեսզի հրաժարական տան եւ Փաշինյանը պարտավոր է իր հրաժարականի մեջ գրվի այն բոլոր ստորագրությունները որ ես արել եմ իմ ղեկավարության ընթացքում ժամանակ բոլորը արվել են ըստ պատվերներով եւ ստիպողական օրինակ 2020 թվականի այդ կապիտուլյացիայի ստորագրումը համաշխարհային մի րոպե հարցին են պատասխանում համաշխարհային օրենք կա եթե ստորագրությունը արված է ճշմարտ ներգործության տակ ապա այդ ստորագրությունը 20 տարվա մեջ իրավունք ունի հետ վերցնվելու Եվ Փաշինյանը հրաժարական կտա, մենք գալիս ենք վլաստի եւ անում ենք այն ծրագրերը, որ ես ձեզ ուղարկել եմ, մեդիայի մեջ էլ այդ մեր ծրագրերը շուտով վեբսայթը կբացենք եւ աշխատում ենք հիմա վեբսայթի վրա։ Եթե հանգարց ձեր ուզում եք հիմա այդ հարցը տակ, Փաշինյանը եւ իր այդ սենց ասենք իր շրջապատող այդ ղեկավարությունը չտվեց հրաժարական մենք պետք է կազմակերպենք արդեն կես միլիոնը դա մեծ թիվ է մենք պետք է կազմակերպենք պետական մակարդակով գործադուլ Այսինքն մերյալ քաղաք ենք հայտարարում 7 օր քաղաքը իրավունք ունի փողոց դուրս գա բացառության հիվանդանոցի միայն շտաբ օգնության աշխատողները ոչ թե ամբողջ հիվանդանոցի անձնակազմը շտաբ օգնության աշխատողները կրկնակի երակի թմով այսինքն ոչ թե երկու բժիշկ 10 քույր ես կարող եմ հասկանալ հետո Սնունդի օբյեկտներն են մենակ աշխատելու, մեկ էլ այդ բանը delivery, որ տանում են տեղափոխում։ Նշանակում է Հայաստանը նշանակում է կյանքը իր հունով գնալու է։ Պարոն Ճուղուրյան։ Չէ, իր հունով չի գնում։ Ես ասում եմ մենք
մենք համազգային գործադուլ ենք անելու 7 օր քաղաքը մերյալ քաղաքը այդ նույն CNN, BBC եւ այլն հերոստակայաններից մարդիկ են գալու այնտեղ նստեն որ ցույց տան որ ամբողջ հայ ժողովուրդը դեմ է այս ժամանակ ներկայիս կառավարությանը եւ ժողովուրդը գործադուլ հայտարարել մերյալ քաղաքը հայտարարել 7 օրը կդառնա 10 օր եթե արդեն պատկերացրեք որ վարչապետը գնում է աշխատանքի իր աշխատողները պետք է չլինեն իսկ եթե հանգարց լինեն նրանք կհայտնվեն սև ցուցակում վաղը մյուս օրը նրանք աշխատանքային ճամբարներում կհայտնվեն մենք ունենալու ենք նաև դավաճանների ոչ հայերի sense ասած դավաճանների sense ասած դրանց համար հատուկ աշխատանքային ճամբարներ կամ գաղութներ sense ասած ուղիչ աշխատանքային գաղութներ որտեղ նրանց արդեն կաշխատեն 10 տարի պետության այո հիմա կարող եմ հարցնել ինչքանով հասկացա ձեր 123,000-ը պետք է անպայման դառնա 500,000 նոր դուք դեն անեք ահա շատ լավ մեկ էլ մի հատ հարց էլ այդ 500,000-ը պետք է Հայաստանում լինի թե աշխարհում մեկ Դե անպայման չի Հայաստանում 500,000-ը նաև եթե ավել լինեն 1 միլիոն եւ շատ լավ եթե դուք աշխարհում ունեցաք 500,000 հայ դուք պահանջելու եք որ Նիկոլ աշխատակազմը չգնա աշխատանքի իհարկե շատ լավ այսինքն դուք դեռ հələ 4 անգամ պետք է աշխատանաք որ դուք անեք ինչ որ ուզում եք անել ճիշտ հասկացա դա շատ հեռու չի մի տարվա մեջ մենք կդառնանք մի տարվա մեջ ունենանք 500,000 հետո պահանջեք Նիկոլի աշխատակազմը չգնա ո՞նց եք դրան հասնելու ասենք դուք 5 միլիոն մարդ ունեք դրսում ու պահանջում եք մարդիկ նույնիսկ չեն լսում ձեզ որովհետև ասենք ձեզ չեն լսում իրանք դուք իրանց չեք կարող հասնել ինք առավոտ գնում է աշխատանքի գնում աշխատանքի կարող իր աշխատանքի ընդ որում մի բան էլ ասեմ պարոն Ճողորյան կներեք էլի եթե Հայաստանում աշխատում են կաֆեները ռեստորանը դելիվերին Հայաստանում ուրիշ բան սենսներից չի էլ աշխատում Հայաստանում աշխատում է մենակ սպասարկման ոլորտը ուրիշ բան չկա ու բժշկությունը ոչ արտադրություն կա ոչ մի բան չկա Հայաստանում որ դու բախեցնես օրինակ ասենք թե նույն մասիս տաբակ եւ այլն բան դրանք աշխատում են ուրիշ գործարաններ ինչի պետք է աշխատի պարոն Ճողորյան ինչի պետք է աշխատի տրանսպորտը կանգնելու է վարորդները չեն գնալու աշխատանքի այդ նույն տրանսպորտը պատկերացրա վարորդները չգնան ինչ են անելու բանը վարչապետի տեղակալն է գնալու ավտոբուս քշելու չէ իհարկե վարչապետի տեղակալը չի ուզում եմ հասկանամ վարորդը ինչի պետք է չգնա աշխատանքի ինքը լսելու է մեր ծրագրերը երբ որ մենք կներկայացնենք ամբողջ հայ ժողովրդին եւ սփյուռքին իրանք կկարդան մեդիայի մեջ կկարդան մեր մասին կիմանան մեր ծրագրերը կիմանան որ մինիմում թոշակը լինելու է մինիմում թոշակը $500 դոլարին համարժեք կամ 500 հայ դրամ որը որ $500 բարձր թոշակը մինչև 15-20,000 կարող է բարձրանալ կախված այն դրանից առաջ ինչքան է ստացել դրա 50% եւ մինիմում աշխատավարձը Հայաստանում լինելու է $1,000 համարժեք եւ բարձրանալու է մինչեւ ասեցի $50,000 գիտնականների աշխատավարձը Եթե ավտոբուսի վարորդը պետքա կարդա ձեզ որ դուք իրան $1,000 աշխատավարձ եք խոստալիս դա մինիմումն է երբ որ ունենալու է էլի ինչ որ առավելություններ դրա համար ինչ կարևոր է դուք աշխարհում ունեք 123,000 հետևորդ թե 500,000 հետևորդ հիմա է կարելի անել հիմա ոնց ես բերեմ հիմա Հայաստանի եկամ աշխատավարձ իմ մեր գրպանից կամ մեր այդ հայ դրամից տան վարորդներին Փաշինյանն էլ ասի ես եմ արել ես ձեզ մի բան ասեմ ես ինձ թվում է ես մեր հաղորդումը կլսեն շատ մարդիկ շատ կուսակցության ներկայացուցիչներ այսօր շատ վտանգավոր է որ Հայաստանում ինչ որ մեծ ներդրումներ արվի որովհետև այդ ներդրումները գիտական այդ նորությունները այդ նույնիսկ որ գրանցվի պատեններ այդ ամեն ինչը մի մոռացեք որ մեր այսօրվա մեր մեդիան արդեն ենթարկվում է
Տելեկամին, այսինքն Վաղն էլ է ենթարկվելու, վաղը նույնն է լինելու, ինչն է Դե փոխվել։ կարդալու են, իրանք կարդալու են մեր պատենների բաները, ինֆորմացիաները, իրանք այդ ամեն ինչը պետք է իրանք կոնտրոլ անեն կամ իրանց վաղը մյուսերը այդ նույն Փաշինյանի ձեռից առնելու են այդ ամեն ինչը կամ ասեն դու ասենք թե մեկը ստեղծեց ռակետ ասենք թե այդ ռակետի չերտոժները բան բալեստիկ ռակետ ստեղծեցին, որը մագնիսական բանով ավելի արագ է թռնում, քան թե ռուսականը կամ իրանականը կամ եսիմ չինականը։ Այդ բոլոր գծագրերը Ալիևն ու Էրդողանը կզանգեն ասել դու հիշում ես, չէ՞ որ դու մեր բանն ես, մեր ենթակա անձն ես, խոմ չես մոռացել։ Հələ շուտարը այդ գծագրերը ուղարկի Թուրքիա կամ Ադրբեջան։ Ինձ կարող եք ասել ինչն է փոխվելու այդ ընթացքում։ Եթե դուք 123,000-ից դառնանք 500,000, այս նույն բանը չի լինելու։ Չէ, իրանք երբ որ վլասից արդեն այս Փաշինյանն ու իր թիմը հրաժարական կդան, դուրս կգան, գալիս են այդ լիդերները, մենք նաև բոլոր կուսակցությունից այն կուսակցությունները, որոնք ունենան 25,000 անդամ, իրանք ձայն են ունենալու նաև եւ պարլամենտում եւ հայ այդ իմաստունների խորհրդում։ Այդ 35-ից մեկներն կլինեն նաև կուսակցության անդամներ, այդտեղ լիդերներ, որոնք որ կզբաղվեն երկրի կազմակերպչական երկրի հարցերով։ Մի խոսքով էլի եմ ասում, Վարդան ջան, բացասական պետք չի տրամադրվել, էլի շատերի համար Ալջուրը, ես ես հարցեր եմ տալի, որ հենց հիմա էկրանի նստած կողմը հակառակ կողմում դիտողները ձեզ հարցերը տալիս են։ Ես լսում եմ ու փոխանցում եմ ձեզ։ Մարդը որ լսում է, որ դուք այսօր չեք կարող իրան ասել մի գնա գործի, որտեղ դուք 123,000 եք, բայց դուք դարակ 500,000 կարողանալու եք, մարդ ուզում ասի ինչ տարբերություն, եթե դու այո, կարողանալու եք արդեն։ Երբ արդեն 500,000 կարողանալու ես։ Այդ նույն Հայաստանի, ես ձեզ ասեմ, այդ նույն Հայաստանի մոտավորապես 1/3-ը, մեկ կամ ավելին, 1/3 ասեմ, բավական է դա։ Նրա մեջ չեն մտնում շատ ծերեր կամ կանայք կամ երեխաներ, մանկահասակներ, բան 1/3-ը վաղը մյուսը լինելու է մեր կուսակցության անդամ, որովհետև մեր ծրագրերը դրանք ֆանտաստիկ են, մեր ծրագրերը իսկական սոցիալ-դեմոկրատական են, ըստ մեր ծրագրերի երկիրը ախր ես որ շարունակեի Ես կարող եմ հարց տալ։ Խնդրեմ հարց տվեք։ Դուք ունեք ինչ-որ ցուցիչ, որ Հայաստանի ինչ-որ բնակչության ինչ-որ մի տոկոս կարդում է ծրագրերը եւ ծրագրի համար ընտրություն է կատարում։ Այդպես թիվ ունեք դուք։ Թիվ, դե ասում եմ, եթե մենք արդեն բնակչության 1/3-ը կլինեն մեր անդամները, արդեն մոտավորապես ոնց 1/3-ը։ Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունի։ Հայաստան դուք պատկերացնում եք, որ 1 միլիոնը պետք է լինեն ձեր անդամները։ Այո։ Այն ժամանակ նոր կլինի հեղափոխություն։ Է, նաև այդ ժամանակ մեկ տարվա մեջ մեր անդամների թիվը կշատանան կես միլիոն եւ ավել կլինեն եւ մանավանդ հայերը արդեն Հայաստանում ապրող հայերը կհասկանան մեր դերն ու նշանակության մասին եւ կլինեն ավտոմատիկ կգրանցվեն մեր կուսակցության անդամ։ Շատ լավ, պարոն Ջուղելյան։ Տեսեք, ես դատավոր չեմ։ Ես ընդհանրապես ճանաչում եմ մեր ժողովրդին։ Ես չեմ կարող իմ արբիտրի դեր վերցնել, գնահատական տալ ձեր ծրագրերին ասել ռեալիստիկ է, ռեալիստիկ չի։ Ես ընդհանրապես ճանաչում եմ մեր ժողովրդին եւ հարցնում եմ, ինչ որ իրանք են հարցնելու։ Ուղղակի ես ձեզ ինֆորմացիա եմ որպես տալի, հա։ Մեր ժողովրդի երևի 5-10%-ն է կարդում ծրագիր։ Եվ ասենք այդ կարդալուց հետո կարող 5%-ը որոշի ըստ ծրագրի ընտրի թե չէ։ Մնացած 90+%-ը ընտրում են իրենց սիմպաթիայով, իրենց ըստ իրենց տրամաբանության անձի են ընտրում, որը կամ փող ունի, կամ ուժ ունի, կամ իրենից ինչ-որ կախվածություն ունի։ Դուք այս հարաբերությունը հաշվի առել եք, թե ձեր պատկերացած ով կարծած որ ինքը վաղը $1,000 աշխատավարձ ստանալու, կարելի է դառնա ձեր։
Ես կուզենայի այս թեկուս երկրորդ հաղորդում անենք եւ ես այդ 50 կետերը կարդայի։ Մենք այդ 50 կետերը նաեւ աուդիո գիրք ենք, աուդիո ենք սարքելու, որ մարդիկ ոչ թե կարդան, նաեւ ծեր մարդիկ կամ սփյուռքի մարդիկ լսեն, աուդիո գրքով լսեն մեր ծրագրերը։ Եվ ես էլ կուզենայի, այսինքն կարդայի մի հատ երկրորդ ծրագրի ժամանակ այդ 50 կետերը արագ անցնեի այդ 50 կետերի։ Պարոն Ջուլիան, եթե դուք նույնիսկ 100 կետ կարդաք, որտեղ ամեն կետում ասում եք դուք ապրելու եք ոսկու մեջ, այդ կետերը պետք է հասանելին առնվազն 2-ից 3 միլիոն մարդու Հայաստանում։ Մեր ալիքը, այս հաղորդումը կարող է նայեն լավագույն մի քանի տասնյակ հազար մարդ։ Լավագույնը Էնեմ կեսը կարա լսի ուղղակի հետաքրքրության համար ծանոթանա, կեսը նայի կեսից անջատի, կեսը նայի որոշի ինչ-որ մի մաս, որը լե ծրագիրը պետք է կարդա, հələ կարդալուց հետո պետք է դրան հավատա կամ չհավատա։ Հիմա անհնարին ոչ մի բան չկա, Վարդան ջան, անհնարին ոչ մի բան չկա։ Երբ որ այսօր ժողովուրդը արդեն տեսավ, որ մեր Հայաստանը Թուրքանանում արդեն կամաց թուրքանանալու է եւ որ նույնիսկ որոշել են 30 հատ մսկիթներ կառուցել Հայաստանում, այդ ժամանակ արդեն ժողովուրդը կհասկանա այսօր իրոք անտանելի է այսօր ժողովուրդը հանդուրժողական է դառել շատ կարևոր բաների վրա մեր լինել չլինելու գոյությունն է այսօր մարդիկ մտածում են այդ իրանց գրպանների մասին ճիշտ եք ասում Վարդան ջան տես օրինակ Փաշինյանը ինչ արեց ինչպես հաղթեց գիտես էլ նույն կաշառքի նման բաներ ասեց թոշակառուներին 10000 բարձրանալու եմ հետո իրոք ասեմ մեկ էլ հիվանդանոցներին ասեց անվճար բուժում էս է դա էլ է կաշառքի նման բաներ այսօր Սամվել Կարապետյանը չկարացավ դա աներ դու կարծիքով ինքը չէր կարա ասել որ բուժումը անվճար եմ անելու մի ամիս կամ 2 ամիս եւ այլն ով էլ գար ընտրությունների ժամանակ պետք է ոսկե սարեր խոստար կամ ինչ որ բան աներ այդ բայց դա չի կարևորը դա էլ է կաշառքի նման բանը ժողովուրդը պետք կույր այսօր ժողովուրդը մեր կույր են Այսօր չեն նայում, որ իրանք կործանվում են։ Վարդան ջան, ես քեզ ասեմ մի կարևոր բան։ Այդ որ ասում են մենք Զանգեզուր, հարավային կարիդոր եւ այլն, այդ ոչ մի կարիդոր, ոչ մի բան չի լինելու։ Այդ Տրամպը հենց որ մահացավ ու այս տարի Տրամպին ինչ որ մի բան է տեղի ունենալու։ Տրամպը հենց որ մահացավ, այդ նույն Ալիևը ասելու է, այս Տրամպի ծրագիր, մրագին, սրանք սա զուգարանի թուղթ են մեր համար։ Մեր ասա ոչ մի ուժ չունի մեզ համար։ Թուրքերի նպատակը վերջի մի ամիս 25 օր առաջ Թուրքիայում էլի այս Օսմանյան կայսրության լիդերները հավաքվել էին Թուրքիայում Էրդողանը սա ասում են որ ականջիող լինի բոլոր այդ ղեկավարության բանակի բանի մարդկանց համար Էրդողանը հրաման է տվել հրաման է կարգադրել Ալիևին Սևանը գրավել Այդ որ իրանք պատերազմական ասեմ սցենարն է ոնց է լինելու Սևանի գրավումը ոնց է լինելու մի 50 մեքենա գալու են իբր թե գալիս են ադրբեջանցիները խաղաղ գրաժդանսկի շորերով բան իրանց պապական հողերը բաները գան տեսնեն բաները խաղաղ բան սպիտակ դրոշակներով հետո գալու են թողելու են կամ չեն թողելու հետո գալիս են 200 մեքենայով այդ 50-ը դառնալու առաջի 50-ի մեջ զենքեր բաներ չեն լինելու այն մնացած 150-ի մեջ զենքերը այդ բոլոր մարդիկ որ այդ կանայքով եւ այլն երեխաներ են լինելու նաեւ այդտեղ լինելու են բաներ զինվորականներ են հիմնական լինելու եւ պրովոկացիա է լինելու կրակողներ եւ այլը տեղի ունենալու հետո սրանք իբր թե փախնում են բանակը գալիս է ադրբեջանական բանակը գալիս է Թուրքիան էլ են կողմից է մի երկու հատ ռակետ խփում Նախիջավանի կողմից մի 20000-անոց բանակով 10000 են կողմ 10000 կամ 20000 էս կողմ հարցակում են բանանելու իբր թե հարավը իմիջիալուց այդ հարավն են ուզում գրավել որովհետև այնտեղ Զանգեզուրի այդ հանքերում կան շատ հանքեր շատ կարևոր հանքատեսակներ որոնք աշխարհում շատ քիչ են չեմ ուզում անուններ ասել եւ այլն
դա շատ կարևոր հանգատեսակներ է, այսօր նույն Տրամպը եկել է այդտեղ ուզում է նստի այդտեղ, որպեսզի դրանք այդ ամեն ինչը իր ձեռքի տակով անցնեն։ Դա գիտեք, Վալենտին Բերյան։ Մի խոսքով 60,000-անոց, 40,000-անոց բանակով Ադրբեջանը հարձակվելու է Սևանը գրավի։ Էրդողանը կարգադրել է, եթե նախ մինչև այս տարի չգրավեցիր Սևանը, քեզ փոխարինելով մուսաֆաթականներին մի հատ ուրիշ լիդեր, որը որ Թուրքիայում պատրաստված գեներալ է, իրանց պարլամենտում մուսաֆաթականների կուսակցության անդամ եւ այլն, Ալիևին արդեն պատրաստած ունեն մեկը, որը պետք է Ալիևին փոխարինի։ Եթե Ալիևի հարցը դրված է, եթե դու չկարողացար Սևանը, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհի երրորդ համաշխարհային պատերազմը արդեն սկսվել է եւ դրա նպատակներից մեկը վառելիքն է, մետաղներն են, հանքերն են եւ ջուրը ջրի համար է երրորդ նույնիսկ Ղարաբաղի պատերազմը մեր շատ հայեր չգիտեն Ղարաբաղի պատերազմը տեղի ունեցավ նրա համար որ Ալիևը վերջի 5 տարին հյուսիսային Կովկասից էր խմելու ջուրը առնում իր բոլոր քաղցրահամ ջրերը ինքը պոմպանում գետնի տակ 1 լիտր նավթ դուրս գալու համար 1 լիտր ջուրա, քաղցրահամ ջուրա, ծովի ջուր չեն կարա, աղի ջուր կփչացնեն նավթի որակը 1 լիտր օդի հետ տաքացնում են, տաք օդի հետ ճնշումով փչում են գետնի տակ, որպեսզի 1 լիտր նավթ դուրս գա։ Իսկ Ադրբեջանը արդեն 8 կիլոմետր իջել է ներքև, որ էլ նավթ չունի ինքը շատ, իր նավթի պաշարները 25-ից 30 տարի են գազել չունի Թուրքմենստանից առնում, որպեսզի այդ պայմանագրերը հարցերը լուծի։ Մի խոսքով Սևանը վտանգի մեջ է, սրա մասին պետք է կառավարության անդամները բոլորը լսեն, բանակը, շտաբի պետեր եւ այլն բոլորը պետք է լսեն եւ գիշեր ցերեկ նույնիսկ կամավորականներ եւ այլն բոլորը պետք է գնա մի 40,000-անոց բանակ Սևանի այդ ափով պատկերացրավ Սևանն ու Ադրբեջանի սահմանը այդտեղով պետք է ռակետներով այդ նույն Հնդկաստանից Ֆրանսիայից ինչ որ տեխնիկա ունեն այդ բոլորը պետք է տեխնիկայի 70% տեղափոխեն կամ ասենք 60% պետք է ժամանակ հետո ավելացնեն այն մնացածը այդ հարավային տարածքների վրա մի խոսքով այդ նույն Հայաստանը եւ այլ մնացած այդ միջին մասը կարան արդեն մենք մեր ժամանակով կամ բոլոր քաղաքակիրթ երկրները բանակից բացի ունեն նաեւ քաղաքացիական ծառայություն հասկացողություն որը որ պետք է լինի, այսինքն 25 տարի բանակից եկած երիտասարդները մինչև 50 տարեկան պետք է զինապարտներ լինեն, ունենան իրանց զենքերը, ունենան իրանց պարտականությունները եւ այլն իրանց շենքերում, իրանց հայատներում, իրանց տարածքներում։ Մի խոսքով պետք է այսօր մեր ժողովրդի այն ասեմ 18-ից մինչև 60 տարեկանները բոլորը պետք է զինապարտ լինեն։ Լավ։ Սա է մեր ծրագիրը։ Շատ լավ։ Մենք արդեն մեր ժամից ավելի եթերում ենք։ Ուրիշ կարևոր բան կա ասելու, որ անպայման կուզենայիք որ տեղեկ մինեին։ Կարևոր բան ասեմ, մեր ծրագրերի հետ կապված Վարդան ջան, մենք պետք է հայ արիականության գաղափարախոսությունը զարգացնենք։ Հայ արիացի դա չի նշանակում, որ մենք մեր ստամոքսը երկու անգամ ավելի մեծ է, քան թե ուրիշներին, կամ նույնը դա արիականության գաղափարախոսությունը չի, որ Ադոլֆ Հիտլերն էր մտածում եւ այլն։ Հայ արիականության գաղափարախոսությունը այդ նույն երբ որ կարդում ես մենք ունենք հայ արիականության գաղափարախոսությունների մասին շատ գրվածքներ եւ այլն Վարժապետյանին երևի Ալեքսանդր Վարպետյանին ես ինքս մեծացել եմ Վարպետյանի գրքերով եւ իմ համար դա նա ինքը սրբություն է Վարպետյանը ինքը սրբություն է եւ մեր հայ ժողովրդի համար մենք զարգացնելու ենք հայոց գաղափարախոսությունը լինելու է հայ արիականության գաղափարախոսությունը որ մենք աստվածից ծնված երեխաներն ենք նույնիսկ մենք մեր աղոթքի ժամանակ չենք ասում աստված ասում ենք հայր
մեր այսինքն մենք անմիջապես Աստվածը մեր հայրերն են սրա մասին էլ կարող ենք հաղորդում անել հայոց ցակումնաբանության մասին խոսենք եւ այլն մի խոսքով եւ բացի այդ հայ բանը իմաստունների խորհուրդը 35 հոգուց բաղկացած այդ խորհուրդը միջայլոց ասեմ 2 հոգին 35-ից 2-ը 35-ից մեկը լինելու է պարտադիր կրոնից մի ներկայացուցիչ կրոնից որը որ եւ երկուսը լինելու են ազգային փոքրամասնություններ կարող է 5 տարի լինի ասենք թե ասորի կամ ասորի եւ քուրդ հետո հույն եւ այլն մեր երկրի օրենքի հիմնական կանոնադրությունների մեջ գրված է լինելու ոչ մի ազգի ներկայացուցիչ իրավունք ունի դառնա Հայաստանի քաղաքացի եթե նա արյունով նույնիսկ 25% եթե ապացուցե որ արյունով ինքը հայ է եւ պատրաստ է Հայաստանին ծառայել աշխատել եւ այլն նա կարող է դառնալ Այն երկրները, որոնք ունեն պետություններ, օրինակ Իրանացին չի կարող, դա ով էլ որ արդեն իրանացի քաղաքացիությունա ձեռք բերել, պետք է իրան ասենք, որ ինքը հրաժարվի։ Եթե ինքը ունի պետություն, ինքը կգնա իր պետության քաղաքացին է դառնում։ Եթե այս քուրդը չունի, եզդին չունի, ասորին չունի, դրանք կարան ունեն, մալականը ճիշտ է, Ռուսաստանը ունի, բայց ռուսներին իրանք ատում են, չեն սիրում եւ բան։ Մի խոսքով այն Վրացիները պետք է գնան Վրաստան, քաղաքացի չեն կարա լինեն, կարան աշխատեն, խնդրեմ 50 տարի արի աշխատի, աշխատանքային 10 տարվա վիզա կունենաս, 3 տարիներից հետո, 2 անգամ 3 տարուց հետո 5 դառնում, հետո 10 դառնում, եթե ինվեստիցիաներ ունի, կամպանիա ունի, կամ անենց մասնագետ է, ատոմային ֆիզիկոս եւ այլն քիմիկոս, իրան նմանը չկա հայ ժողովրդի մեջ, իրան պահելու են բնականաբար Եվ ամենակարևոր բանը ուզում եմ շարունակել իմ միտքը, մեր երկիրը նաև այդ 35 լիդերներից բացի ղեկավարելու են պրոպագանդիստները գաղափարախոսության պրոպագանդային ներկայացուցիչներ են ունենալու, ոնց որ սովետական միության ժամանակ բանակում զամպալիտներ կամ գործարաններում պարտկոմներ Պարտիայի կոմիտեի անդամները, տենց մարդիկ են ունենալու, կոչվելու են երկրի տեր ու տիրակալներ, այսինքն նույն համալսարանում իրանք թոշակ իրանք են որոշում, ում թոշակ տան, ով է լավ սովորող, ով լավ անձնավորություն է, ով անդամը մեր կուսակցության անդամ է, այդ ուսանողը, եթե մեր կուսակցության անդամ է, նաև կստանա ինքը թոշակ, նաև վարչապետի համակարգում Պրեզիդենտի համակարգում մի աշխատող լինելու է այդ պրոպագանդայի լիդերը, որը կնահանգարց որ վարչապետը պրեզիդենտը 10 սանտիմետր էսկոմ ենքով մեր ծրագրերից դուրս եկան, այդ ասենք ճանապարհից դուրս եկան, այդ պրոպագանդայի լիդերը 72 ժամում կարա ներկայացնի նամակ հայ իմաստունների խորհուրդ, որ այս պրեզիդենտը Իրան լավ չի պահում, կամ այդ որ գնում ասենք թե Ամերիկայի պրեզիդենտի հետ հանդիպելու իր այդ խորհուրդ բանի մեջ խմբի մեջ պարտադիր այդ մարդը լինելու է այնտեղ Ամերիկայում նստած կամ Եվրոպայում եւ այլն ինքը պետք է իրան պրեզիդենտը ուր որ գնա իր հետ պետք է գնա ինքը որ տենա հանգարց չշեղվի մեր ծրագրերից այս հայ իմաստունների խորհուրդը երկրորդ կարևոր օղակն է մեր կուսակցության համար լինելու նրանք պետք է երկիրում այսինքն հասարակ մի հատ օրինակ ասեմ որ պատկերացնեք ինչքան հզոր են իրանք լինելու այսինքն իրանք որոշումը պետք է եթե իրան օրինակ փողոցում մի հատ ինչ որ երիտասարդ մի ծերի հայոյեց կամ իրան վատ պահեց կամ իրան տգեղ պահեց դրա տեսնում է փողոցում այդ հայ այդ երկրի տերուտերական հիշի այդ անունը երկրի տերուտերական են դրանց անվանելու տեսնում է ասում է ես ես ինչ մարդ եմ ներողություն խտրի 3 անգամ եթե հանգար չի խորվում ինքը սեղմում է մոբայլը մի անգամից այդտեղ հայտնվում են մի 15 հոգի ոստիկանության աշխատողներ եւ ինքը մի անգամից դատավճիռ է կայացնում ասում է Այս երիտասարդը 40 օր պետք է գնա ուղիղ աշխատի։ Մի րոպե վերջացնեմ, հա։
պետք է գնա աշխատի նրանց որոշած վճիռը պետք չի դատական process անցնելու վկաները կան 2-3 վկաներով անուններով որ այո այս երիտասարդը այս ծերին հայոյել է կամ վատ վերաբերվել է կամ քծել է եւ այլն բան նույնիսկ ներողություն 3 անգամ չի խնդրել նրանց որոշումը միայն այդ 35 հոգու լիդերները իրավունք ունեն չեղյալ համարեն կամ 40 օրը իջացնեն 15 օր հասկանում եք նրանք ուժեղ մարդիկ են լինելու Վարդան շատ կարևոր էլի եմ ասում մենք կարող ենք մի երկրորդ հաղորդումներ անենք ես շատ sense այդ 50 թվում հիմա տեսնենք այս մարդիկ ոնց են արձագանքում ձեզ առաջարկներին հետո մենք ես կցանկանամ Վարդան ջան ձեր թույլատրությամբ նաև որ թույլ տաք որ այս մեր ծրագիրը ուրիշ կանալներն էլ իրանց ներգրավեն ցույց տան նաև ազատ հանգիստ կարող են ցույց տալիս սահմանափակում չեն մարդիկ կգտնվեն որ իմ ելույթը քո ելույթը այս զրույցը կթարգմանեն եւ աշխարհի տարբեր անգլերեն ասեմ ֆրանսերեն ասեմ ինչ լեզվով որ հայ գաղութներում փողանեն Եվ բոլոր ամեն մարդ եթե 100 հոգու օրինակ մեր կուսակցությունը գիտես ոնց է օրենքը սա է ամեն մարդ պետք է 12 հոգու ներգրավի ինքը ներգրաված է պետք է 12 հոգու բերի ու ասի ես երաշխավորում եմ այս 12-ի համար այն 12-ն էլ իրար հետ են 12 այն հրեական պիրամիդը որ ասում են մենք տենց այդ ձևով ենք մոտավորապես 10 ամսում մենք հավաքեցինք 123,000 մարդ Շատ լավ դե մի տարում վստահ եմ 1 միլիոն էլ կհավաքեք այս բանի մեջ կոնգրեսայով ձեր օգնությամբ ես կուզենա երկրորդ հաղորդումներ տեսնենք ժողովուրդը վստահ եմ որ շատ դիտում ցանկանում եմ մեր հայ ժողովրդին երկար տարիների կյանք խաղաղ երկինք եւ ամենակարևորը մի բան էլ ասեմ որ շատ կարևոր է մենք մեր ծրագրերը երբ որ կարդաս դու էլ կարդաս կամ կարող ես եթե դու ունես վեբսայթ կամ վեբսայթում էլ դնես հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն էլ ունենք ուղարկեմ եթե պետք է ես չունեմ վեբսայթ չեմ օգտագործում ես մեր վեբսայթում ես բան կանեմ մի խոսքով հզոր բանակ հզոր պետություն եւ ունենալու ենք մեր թիկունքին կանգնած մեծ պետություններ նաև ունենալու ենք 20 հատ ատոմային ռակետներ որպեսզի մեր երբ որ դու ունես արդեն ատոմային ռակետ քո հետ արդեն դուքով կխոսան այդ նույն Թուրքիան եւ Ադրբեջանը Երաշնակալություն հայ ժողովրդին շնորհակալություն բան հաջողություն շնորհակալություն հնարավորության համար